Վերակնիշ քրեական դատումը որոշեց։ Այդ դատախազության Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Բեգդարյանի, մեղադեմ Դավիթ Համբարձումյանի, պաշտպան Տիգրան Աթանասյանի, մեղադամներ Դավիթ Համբարձումյանի և Գոռ Համբարձումյանի պաշտպաններ Վահե Մարկյանի, Գրանե Պապյանի և Արման Կարապետյանի վերակնիշ բողոքները բավարարել մասնակի։ Երևան քաղաքի առաջին հրացանին և ըստ քրեական դատանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռում մասնակի մեղադրյալներ Դավիթ Մերի Համբարձումյանի և Գոռ Մերի Համբարձումյանի մասով բեկանել և առույթը այդ մասով փոխանցել նույն դատարան նոր դատականություն։ Մեղադրյալ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խաբկանմիջոց կիրառված 2 միլիոն հրատարամի չափով գրավը թողնել անփոփոխ։ Մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խաբկանմիջոց կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողություն այլընտրանքային խաբկանման միջոցի վերջինիս ազատ արձակելով դատական լիստերի տարածում։ Մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի պարտավորությունն շաբաթը մեկ անգամ գրանցվել իր բնակության վայրի հանուն պրոբացիայի ծառայությունում։ Մեղադրյալ Դավիթ Համբարձումյանին արգել է առանց վարկ իրականացնում մարմնի դատանի թույլտվությամբ փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել նշված քրեական գործով դժողներ Ինջի Գուլյանի, Բադոյանի, Ասլանյանի, Պողոսյանի և Վրգա Դավիթյանի վարչական հսկողության մասով որոշման կատարումը հանձնարարել հանուն պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանմանը։ Մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խաբկանման միջոցներ կիրառված բացակայելու արգելքը և 5 միլիոն հրատարամի չափով գրավը թողնել անփոփոխ, դատավճիռի մնացած մասով թողնել անփոփոխ։ Որոշումը կարգել հայ վերակնիշ քրեական դատան, ներողություն հայ վճռաբեկ դատան այս տարանավորումից մեկամսյա ժամկետում։ Հայ քրեական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա արձանագրվում է, որ դատական կազմի դատավոր Մակար Կիրակոսյանը նոր դատականության ուղարկելու վերաբերյալ ունի տարբերվող ֆակտի։ Դատական նիստը հայտարարվում է փակված։